Քաղաք Գավառ գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում և հանդիսանում է վերջինիս մարզկենտրոնը։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կիլոմետր է, Սևան երկաթուղային կայարանից 36 կիլոմետր։ Հին ժամանակներից քաղաքը հայտնի է եղել Գավառ անունով։ Գավառ քաղաքն ու իր տարածաշրջանը ըստ Անանյա Շիրակացու աշխարհացույցի մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը եղել է բնակեցված դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդից առաջին հազարամյակից։ Քաղաքը բնակեցված է եղել նաև Արշակունիների թագավորության ժամանակահատվածում։ Շահ Աբբաս առաջինի կազմակերպած բռնագաղթի պատճառով քաղաքն ամայացել է և մնացել է չբնակեցված մինչև 19-րդ դարը։ 1829-ից 1830 թվականներին Բայազեդ քաղաքից Գավառ է ներգաղթում 240 ընտանիք, որոնք էլ բնակավայրն անվանում են Նոր Բայազեդ։ 1995 թվականի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանվանվել է Գավառ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թվականին։ Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում։ Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր Ռուսա առաջինի կողմից, որը գահակալել է մեր թվարկությունից առաջ 735-ից 713 թվականներին, որի ապացույցն է Գավառի Դարի գլուխ դամբարանադաշտում հայտնաբերված մեր թվարկությունից առաջ 732 թվականի սեպագիր արձանագրությունը։ Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ Թադևոս Ավդալբեգյանի կողմից 1927 թվականին այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքների ժամանակ։ Ըստ Ավդալբեգյանի նկարագրության, շիրմաքարերի մոտով անցնելիս նրա որդին Մարտիկը մատնացույց է անում գետնի վրա մի շիրմաքար, ասելով, որ վրան գծեր կան, բայց հայերեն չեն։ Ավդալբեգյանը հասկանում է, որ գործ ունի սեպագիր արձանագրության հետ։ Նա ենթադրում է, որ սեպագիրը ժամանակին գտնվելիս է եղել ամրոցի հյուսիսային պատի և միջնապատի հատման կետում, որտեղից էլ տեղափոխվել և վերեացվել Սողոյանների ընտանիքի գերեզմանակարի։ Ավդալբեգյանի կողմից հայտնաբերված սեպագիր արձանագրությունն իր վրա է սևեռում ուսումնասիրողների ուշադրությունը։ Առաջինը դրան անդրադառնում է Արտաշես Քալանթարը, իսկ 3 տարի անց 1930 թվականին մեծանուն լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը փոքրածավալ, բայց խիստ արժեքավոր աշխատությունը, որում բանասիրական մանրակրկիտ քննությունից հետո ներկայացնում է սեպագիր արձանագրության թարգմանությունը։ Գավառ քաղաքում տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, սակայն աշխուժություն է նկատվում նաև առևտրի և արհեստագործության շրջանում։ Հաճախակի են երաշտի տարիները, որից տուժում է գյուղատնտեսությունը։ Գավառում կան հանքային բուժիչ առատ աղբյուրներ, շրջակայքում կան բազալտի պաշարներ։ Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որտեղ ևս կան բազմաթիվ հուշարձաններ։ Խալդ Աստծո քաղաքտաճարը տեղացիներին հայտնի է Բերդի գլուխ անունով։ Ամրոցի երկարությունը արևելքից արևմուտք շուրջ 400 մետր է։ Բերդի գլխի հարավարևելյան կողմում Գավառագետի վրա կա սալաքարերից կառուցված մի կամուրջ, որին տեղացիները քարե կամուրջ են ասում։ Գավառ քաղաքի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 20-րդ դարի առաջին տասնամյակում 1905 թվականին քաղաքի կենտրոնում վեր խոյացավ ժողովրդի միջոցներով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գավառի երկրագիտական թանգարանում պահպանված փաստաթղթերի համաձայն եկեղեցու կառուցումը սկսվել է 1902 թվականին հոգևորական նշանավոր գործիչ Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ և ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։ Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ հատկապես մեծ է եղել Հայրապետ աղայի դերը։ Սուրբ Աստվածածինը, որը Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին և առաջնորդարանն է, ոցվել է 1905 թվականին։ Առաջին պատարագը մատուցել է Ղրիմյան հայրիկը։
Եկեղեցուց ոչ հեռու գտնվում է 1848 թվականին կառուցված Սուրբ Կարապետ Բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր պահեստի, իսկ այնուհետև անուշադրության էր մատնվել։ 2012 թվականին վերանորոգվեց եւ վերաբացվեց որպես գործող եկեղեցի։ 1952 թվականին Գավառում բացվել է Գավառագիտական թանգարանը, ուր պահվում են տարածաշրջանում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական նյութեր։ Քաղաքից Արցվաքար տանող ճանապարհի եզրին գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը, որը շինված է հլված ժայռաբեկորներից կազմված նեղ անցքի մեջ։ Արցվաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի 19-րդ դար ձեռակերտ շինվածք գտնվում է Արցվաքար թաղամասի արևմտյան եզրին։ Եռանավ բազիլիկ է, խորանի աջ և ձախ կողմերում երկու ավանդատներով։ Հարակից տարածքում 1999 թվականին արցվաքարցի բարերար Խաչիկ Սիմոնյանի կողմից կառուցվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հացառատ թաղամասում պահպանվել են իրարքից Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, շրջապատված պարսպով։ Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, թեև եկեղեցու արևելյան ճակատի վրա պահպանված շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին կառուցել է Շաղաբադ իշխան Առնեղասին 898 թվականին, սակայն իր ճարտարապետական տիպով և հարդարանքի տարրերով Սուրբ Աստվածածին եկեղեցին վերագրվում է 7-րդ դարին։ Ենթադրվում է, որ 898 թվականը կարող է նորոգման տարեթիվը լինել։ Եռախորան գմբեթավոր կառույց է, արևմտյան ուղղանկյուն խաչաթևով։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային։ Կառուցված է գորշ սրբատաշ տուֆով։ Եկեղեցու արևելյան ճակատին հագուցված է որմնախաչ։ Զիարաթ սրբատեղին գտնվում է Գավառ քաղաքից 11 կիլոմետր հեռավորության վրա, դեպի հարավ-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից 2200-ից 2300 մետր է։ Տեղի հայերեն անվանումը կորսված է դարեր առաջ հայաբնակչության բնաջնջման հետևանքով։ Զիարաթ նշանակում է ուխտատեղի, ուխտավայր։ Այդպես է կոչվել տեղի արոտավայրերում իրենց անասուններին արածեցնող թուրքերի, կովկասյան թաթարների կողմից։ Սուրբ Գրիգոր եկեղեցին կից է Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարավային կողմից։ Կառուցվել է 19-րդ դարում, ավելի հին եկեղեցու հիմքի վրա։ Եռանավ բազիլիկ է, պահպանվել են հին եկեղեցու պատկերի մնացորդները։ Եկեղեցիների շուրջը ընդարձակ գերեզմանատուն է, բազմաթիվ թվագիր խաչքարերով և տապանաքարերով։ Սուրբ Խաչ մատուռը գտնվում է Գեղամա լեռների համանուն լեռնագագաթի վրա, 2460 մետր բարձրության վրա։ Կառուցվել է 15-րդ դարում։ Մատուռը վերակառուցվել է 1969 և 1998 թվականներին։ Ներկայումս այն բարեկարգ վիճակում է։ Մատուռը ուխտատեղի է Գավառի տարածաշրջանի բնակչության համար, ովքեր այստեղ են գալիս հիմնականում խաչվերացի տոնին, ինչը մեծ շուքով է նշվում լեռան գագաթին ուղեկցվելով մատաղի արարողությամբ, երգ ու պարով։ Մատուռ տանող ճանապարհը երկար է, մի քիչ դժվար, սակայն դա չի խանգարում ուխտագնացներին։ Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ։ Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխանձուկը մարզի յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստվում են գնդեր և եփում ջրում։